Դուք Արմավիրի մարզի մարզպետն եք եղել, Արմավիրից եք, ինչպես եք վերաբերում նրան, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը սկսել են քննել, զննել, ուսումնասիրել հոգեվորականների անձնական կյանքը եւ անկողինը։ Վարչապետը արդեն մեկնաբանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Ընդունելի է ձեզ համար այդ մեկնաբանությունները, այսինքն կարելի է մտնել մարդու անձնական կյանք այդ աստիճան։ Կուսակրոնության հարցը հոգևոր հարց է եւ դա անձնականի հետ պիտի ասեմ մի կապեք։ Ինչ տեղեկություններ է ստացել իշխանությունը հոգևորականների վերաբերյալ, այդ թվում եւ սեռական բնույթի։ Այսպիսի բաներին չեմ տիրապետում։ Նիկոլ Փաշինյանն էր գրառում արել, հա, սրբազաններից մեկի եւ նրա քերակնոջ հնարավոր կենակցման։ Ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, նորից ասացի։ Բայց այս եկեղեցի իշխանություն արժակատումը այս կաթողիկոսը բարձաբանումներ ներկայացնի, դուք համարում եք, որ դա ճիշտ է։ Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից եւ պայմաններից մեկի մասով եւ կարծում եմ պիտի հրապարակային պատասխան։ Հրապարակային ինչ հարցին չի պետք է պատասխան լինի, ինձ կարող է կաթողիկոսը հարցին չստել ձեր մասին եւ պատասխան ակնկալել։ Եթե ինձ որպես պետական պաշտոնյա հրապարակային հարց հնչի, օրինակ ես ներգրաված եմ կոռուպցիոն սխեմաների մեջ թե ոչ, ես հրապարակային պատասխան կտամ, որ ոչ։ Բայց դա իր անձնական կյանքն է, տարբերությունը դրանում է։ Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերվի աշխարհիկ կյանքով ապրող մարդուն, իսկ եթե հարցը պատասխանեմ, թույլ տվեք պատասխանեմ։ Վարդապետների եւ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների համար կուսակրոնությունը անձնական կյանք չի, դա եկեղեցու գլխավոր պայմաններից է եւ դրանով են նաեւ տարանջատվում քահանաները օրինակ վարդապետերից, որովհետեւ պայմանն է այդպիսին եկեղեցու։ Հարցը հնչել է այդ կոնտեքստում եւ այդ կոնտեքստում, եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան։ Այնպես ինչպես ես ասում եմ, որպես պետական պաշտոնյա, եթե ինձ հարց ուղղվի օրինակ կոռուպցիոն այս կամ այն սխեմայի մեջ իմ ներգրավվածության մասին, ես չեմ խուսափի այդ պատասխանից եւ կտամ հրապարակային պատասխան։ Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չի, նորից եմ ուզում ասեմ, աշխարհիկ կյանքում ապրող մարդուն վերաբերվող հարց չի եւ այո, եթե դա եկեղեցում կուսակրոնությունը որոշակի ուրեմն պաշտոնից վերև ինքը պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան։ Եվ իմիջիալոց այդ պայմանը իշխանությունները չեն բերել։ Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է եւ հարցը ընդամենը այդ կոնտեքստում։ Հիմա ձեր կարծիքով սրբազանությամբ անկախ ինստիտուտներ են։ Ենթադրենք սրբազաններից ոմանք կամ կաթողիկոսի երեխա ունի։ Պետությունը ինչպես է պատրաստվում այդ հարցը լուծել։ Ինչ մեխանիզմներ կա, իրավական ինչ գնահատական։ Ես նորից եմ ասում, հարցը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տիրույթում չէ։ Թեմային տեղյակ եմ այնքան, ինչքան հրապարակային քննարկումներն են լինում, եւ ես ձեր հարցին պատասխանում եմ որպես հայ քրիստոնյա մարդ, ով հավատում է Աստծուն։ Ընդամենը իմ մեկնաբանությունը հետեւյալով է, որ այո, եթե որոշակի պաշտոններից բարձր եկեղեցուն կուսակրոնությունը պարտադիր պայման է, դա չի առնչվում միայն եկեղեցուն, դա առնչվում է նաև այն հավատավոր մարդկանց, ովքեր հավատում են Աստծուն եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են։ Խուդեցյան, ձեր կարծիքով կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամանքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե օրինակ քաղաքացիական պայմանագիրն իր իշխանությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունը ամրացնելու եւ ես չեմ կարծում իշխանության օրոք հանձնվեց Արցախը, ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր եւ այլն։ Օկուպացիոն Հայաստանի Հանրապետության պետական։ Եվ այսինքն այդ հանգամանքն է շատ ավելի խնդիր, թե վեապարի հնարավոր զավակ։ Եթե դուք այդտեղ հիմնավորեք, որ ձեր թվարկած process-ները չեն լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չլիներ իշխանություն, դա այլ հարց է։ Եվ վարչապետը այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմն է եղել մեր ժամանակ, մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն։ Բառախախ չի, դուք կբացառեք, որ այլ իշխանության պարագայում պատերազմը իր աղետալի հետևանքներով լինելու էր։ Հնարավոր բանակցությունների արդյունքում այլ ելք լիներ։ Հարգելի գործընկերներ, մենք Հայաստանում կառավարող մեծամասնություն ենք դարձել ժողովրդի քվեով։
այս հարցերից հետո ես պիտի առաջարկեմ ձեզ ուրեմն առաջարկով հանդես գալ, այսինքն ինչ է առաջարկում, օրինակ առաջարկում որ քաղաքացիական պայմանագիրը չմասնակցել ընտրություններին, չհաղթել ընտրությունը, ժողովրդին ինչ է առաջարկում է չընտրել քաղաքացիական պայմանագիր։ Մենք իշխանություն, ոչ, մենք իմանանք վեհապարը զավակ ունի թե չունի։ Ինձ որպես հայ քրիստոնյա մարդ, ով հավատում է Աստծուն եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այդ հարցը հետաքրքիր է ոչ միայն վեհապարի մասով, այլև բոլոր այն կուսակրոն ուրեմն հոգևորականների, որոնք պիտի լինեին կուսակրոն, անկախ անուն ազգանունից։ Այս հարցը բազմաթիվ անգամներ շրջանառվել է եւ հիմա կարծես թե ավելի ինտենսիվ է շրջանառվում նաեւ լրատվականների այսպես այդ նյութը անընդհատ պատասխանելու շնորհիվ։ Ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ Դուք հոգևորականներին եք թիրախավորում, բայց ըստ էության ես ոչ մեկի չեմ թիրախավորում։ Իշխանությունն էլ հոգևորականներին չի։ Ոչ։ Եվ ծրագրեր կան հեռահար եկեղեցու հետ կապված, հնարավոր է նաև առաջիկայում ինչ-որ փոփոխություններ եք ուզում անեք եւ հող եք նախապատրաստում, սահմանադրության մեջ փոփոխություններ եք ուզում անեք եւ հող եք նախապատրաստում նման հայտարարություններով։ Իշխանությունը եկեղեցուն չի թիրախավորում, իշխանությունը սրբազաններին չի թիրախավորում։ Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոն, պարկեշտ սրբազաններ, կան բազմաթիվ քահանաներ, որոնք ի պաշտոնե կարող են լինել ոչ կուսակրոն, եւ մենք հարգում ենք այդ մարդկանց եւ ուզում եմ հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերվում բոլոր հոգևորականներին, առավել եւս խոսքը չի վերաբերվում հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ որ մի երկրի եւ այն կապը, եւ հետեւողական այն կապը, որ ուզում եք դուք եւ ոչ միայն դուք ցույց տալ թե մեր արշավը եկեղեցու դեմ է, թե մեր արշավը բոլոր հոգևորականների դեմ է, դա իրականում այդպես չի եւ դրա մասին մի քանի անգամ տարբեր իմ գործընկերներ հրապարակային խոսել են եւ ես էլ հիմա հրապարակային ասում եմ, որ այո, հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ պարկեշտ սրբազաններ, բազմաթիվ պարկեշտ ովքեր չեն քննադատում, իրենց կողմ եք։ Հայ առաքելական եկեղեցու մեջ մենք տարանջատումներ չենք անում, ովքեր են մեր կողմ, ովքեր մեր կողմ չեն։ Հարցը շատ պարզ է, հարցը վերաբերում է եկեղեցու հիմնական կարգերից եւ պայմաններից մեկին եւ պիտի առաջարկեմ չխուսափել այդ պայմանից եւ այդ պայմանը անընդհատ չուղղորդել աշխարհիկ դաշտ։ Որովհետև այո, եթե խոսքը վերաբերվեր մի քաղաքական գործ չի, խոսքը վերաբերվեր մի բիզնեսմենի, խոսքը վերաբերվել այլ աշխարհի կյանքով ապրող մի մարդու, այո, ձեր ասածը մտահոգիչ էր։ Բայց երբ որ խոսքը վերաբերվում է հոգևորականի, ով որ իր կարգավիճակի բերումով պիտի լինի կուսակրոն եւ այնտեղ հարց է հնչում հրապարակային, մենք ակնկալում ենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ նաեւ հրապարակային պատասխան։ Պարոն Խուդատյան, այս դիսկուրսը հանրային դաշտներում ես մի հրաշալի բան պիտի ասեմ, իրականում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում այնքան մեծ եւ այնքան լավ աշխատանք է կատարվել վերջին տարիների ընթացքում, որ ես կառաջարկեմ հարցի թեման թեքել, մանավանդ որ մենք այստեղ ենք բյուջեի, ես կարծես թե շատ լավ, ես հասկանալով որ դուք նաեւ այդ հարցն եք ինձ տալու, մոտեցել եմ ձեզ եւ պատասխանում այդ հարցին, բայց անընդհատ այդ հարցի տեղապտույտի մեջ հայտնվել եւ անընդհատ նույն հարցը տալ մի մարդու, ով ի պաշտոնե եկեղեցու հետ կապված հարցերով չի զբաղվում, ես ասեցի իմ կարծիքը որպես հայ քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցու վարչապետը իր գրառումներով եւ հրապարակային խոսքում մի քանի անգամ ասել է, որ այդ հարցը իրեն էլ է հետաքրքրում որպես մարդ, ով հավատում է Աստծուն, ով հայ քրիստոնյա է, հայ առաքելական եկեղեցու, վարչապետը եւ մեր քաղաքական թիմը եկեղեցին չեն մերժում։ Մեր հիշում եք Սարդարապատում հարձակումը, պարոն։ Երբ որ դուք Վերջին անգամ երբ եք եղել Սուրբ Ծննդյան պատարագին։ Եթե ոչ այս տարի, ուրեմն շատ մեծ հավանականությամբ անցած տարի։ Սուրբ Ծննդյան պատարագին Դուք խոսքը շատ լավ սկսեցիք, որ ես նաև Արմավիրի մարզից եմ, Մայրաթոռում վերջին անգամ եղել եմ, կարծում եմ 2-3 շաբաթ առաջ, Սուրբ Ծննդյան պատարագին վերջին անգամ մասնակցել եմ Արմավիրի եկեղեցում։ Բայց շեշտենք Գարեգին Բեի պատարագ
Պատարագիչ որպես պատարագիչ Գարեգին Բեի մատուցած պատարագի ժամանակը եղել եք, երբ եք եղել։ Վերջին անգամ եղել եմ մեռոնորնեքի արարողության ժամանակ, դրանից հետո եղել եմ Մայրաթորի վերահսկման ժամանակ, դրանից հետո մի քանի անգամ եղել եմ, հիմա եթե նույն հարցումը դուք մարդկանց այլ մարդկանց, ովքեր պետական պաշտոնյա չեն հարցնեն, ես վստահ եմ, որ իրենցից շատերը Մայրաթոր վերջի անգամ եղել են 5 տարի առաջ, 10 տարի առաջ, եւ ինձ մեղադրել, որ ես Մայրաթոր նախորդ շաբաթ չեմ եղել, եղել եմ դրանից հարցը հրապարակային հնչել է եւ մեր ընդունելը իմ ընդունելը մեծապես կախված է այն պատասխանից, որին մենք այսպես համառորեն ուզում ենք այդ պատասխանը ստանալ եւ Մայրաթորը համառորեն խուսափում է այդ պատասխանը տալու։ Հարցը հրապարակային հնչել է, ես կարծում եմ ստանալու ունեք, պարոն Խուդացյան, լավ հասկանալի է, պայմանական կաթողիկոսունի երեխա, ինչ եք անելու։ Մենք Հայաստանում ինչ-որ մեկին պատժելու ցանկություն էլ չունենք։ Ինչի համար է, ինչ եք ուզում։ Մեզ հետաքրքիր է այդ հարցի պատասխանը։ Ես նմանատիպ բաներով չեմ զբաղվում։ Իմ ունեցած ինֆորմացիայով կաթողիկոսին ընտրում է հոգևոր խորհուրդը, որի անդամ կլսեք։ Ինչու Հայաստանի տարածքները հետ չեք վերաբերվում։ Եկեք այստեղ դուք այս նույն հարցերը ոնց որ ավելի լավ եք ուզում պատասխանել։ Ես դրա հետ կապված արդեն ասացի, մեծապես կախված է այն պատասխանից, որը մենք ակնկալում ենք որպես քրիստոնյա Մայրաթորից։ Պարոն Խուդատյան, եթե պարզվի, որ կաթողիկոսի երեխա չունի ու ընդհանրապես այն գրառումները, որոնք արել է վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական ինչ պատասխանատվության է ենթարկվելու Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը դուք ձեր թիմի ներսում քննարկել եք։ Այդ հարցը ակտուալ չի, որովհետև Մայրաթորը համառորեն չի պատասխանում մի պարզ հարցի։